Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 9 Մնացեք ինձանում, Հովհաննես 15-րդ գլուխ 4-րդ խոսք Քրիստոսի հետ հաղորդակցությունը վստահելի դեղատոմս է յուրաքանչյուր հիվանդության համար։ Լինի դժբախտության տանջալի դառնություն, թե երկրավոր շվայտ զվարճությունների չարաշահում, Տեր Հիսուսի հետ հաղորդակցությունը, թե կփարատի վիշտը առաջին դեպքում, թե կմեղմի գերահագեցվածությունն ու փքվածությունը երկրորդ դեպքում։ Ով քրիստոնյա, մոտ եղիր Հիսուսին, և քեզ համար այլևս նշանակություն չի ունենա ապրում ես պատվի լեռան վրա, թե անարգանքի հովտում։ Եթե դու մոտ ես Հիսուսին, ապա հավիտենական Աստվածը ապավեն է քեզ և ցածում ուժ ունեն նրա հավիտենական բազուկները։ Երկրորդ Օրինաց 33-րդ գլուխ 27-րդ խոսք Թող ոչինչ քեզ հետ չպահի այն սուրբ հաղորդակցությունից, որը եզակի արտոնություն է իր սիրեկանին նշանված հոգու համար։ Մի բավարարվիր պատահական հանդիպումներով, այլ ձգտիր մշտապես պահպանել նրա ընկերակցությունը, որովհետև միայն նրա ներկայության մեջ կարող ես մխիթարություն և ապահովություն գտնել։ Տեր Հիսուսը չպիտի մեզ համար լինի ընկեր, ում ժամանակ առ ժամանակ կարող ենք դիմել, այլ մեկը, ում հետ մենք հարատև քայլում ենք։ Առջևում քեզ դժվար ճանապարհ է սպասվում։ Զգուշացիր, ով ճամփորդ, որ առանց ուղեկցորդի չգնաս։ Դու ստիպված ես լինելու անցնել կրակի հնոցի միջով, դրա մեջ չմտնես, մինչև Աստծո որդին քեզ հետ չլինի, ինչպես Սեդրակի, Միսաքի և Աբեդնագովի հետ էր։ Դանիել 3-րդ գլուխ 23-25-րդ խոսքեր։ Դու ստիպված ես լինելու գրոհել քո իսկ սեփական ապականվածության երիքովը։ Չփորձես պատերազմել, քանի դեռ Հեսուի պես չես հանդիպել Տիրոջ զորավորին մերկ սուրը ձեռքին։ Դու ստիպված ես լինելու հանդիպել քո բազում գայթակղությունների Եսավին, նրան ընդառաջ չգնաս, մինչև Հակոբի աղբյուրի մոտ չմարտնչես հրեշտակի հետ ու չհաղթես նրան։ Յուրաքանչյուր դեպքում և պարագայում Տեր Հիսուսի կարիքն ես զգալու և հատկապես այն ժամանակ, երբ մահվան երկաթե դարպասները բացվեն քո առաջ։ Ամուր կառչիր հոգուդ սիրեկանից, գլուխդ դիր նրա կրծքին և խնդրիր, որ նա քեզ թարմացնի իր հոտավետ օշարակով, և նա կմաքրի ու կսրբացնի քեզ, որ իր առաջին փառավոր կանգնեցնի, որ դու չունենաս որևէ արատ կամ խորշոմություն կամ ուրիշ նման բաներ։ Ապրելով նրա հետ և նրա մեջ այս կյանքում, դու հավիտյան կապրես նրա հետ գալիք կյանքում։